Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ըստ որի ուրիշին վիրավորելը խոսքի ազատություն չէ, կրկին գնահատականների թեմա է Թբիլիսիում։ Խոսքը Սլովենիայի մի քաղաքացու մասին է, որը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 6 ամսվա ազատազրկման։ Իսկ Ստրասբուրգի դատարանը այդ դատավճիռը համարել է արդարացի։ Իշխող թիմում նշում են, որ Ստրասբուրգի դատարանը եւս մեկ անգամ ցուցադրեց մարդու իրավունքների պաշտպանության լավագույն եվրոպական չափանիշը։ Ընդդիմությունում, սակայն, կարծում են, որ տվյալ գործն ունի բոլորովին այլ համատեքստ եւ դրա ու Վրաստանի միջև զուգահեռ անցկացնել չի կարելի։ Հիշեցնենք, որ Սլովենիայի քաղաքացի Միտիա Կունստելի դեմ քրեական գործեր հարուցվել իր անձնական բլոգում երկու լրագրողների մասին վիրավորական գրառումներ հրապարակելու համար։ Կունստելը պնդում էր, որ ազատազրկման ձևով պատժելը խախտել է կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքը։ Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել։ Դատարանը առաջին հերթին նշել է, որ հրապարակումները պարունակում էին լուրջ վիրավորական արտահայտություններ, որոնք լրագրողներին ներկայացնում էին ծայրահեղ բացասական կերպով։ Գնահատականների թեմա է նաև Եվրոպական խորհրդարանի կողմից ժամանակավոր կանոնակարգերի երկարաձգման մասին որոշումը։ Եվրոպացի օրենսդիրները կողմ են քվեարկել այն ժամանակավոր կանոնակարգի երկարաձգմանը, որը առցանց հարթակներին թույլ է տալիս ստուգել օգտատերերի հաղորդագրությունները երեխաների նկատմամբ սեռական բռնության պատկերներ կամ նյութեր հայտնաբերելու նպատակով։ Միևնույն ժամանակ օրենսդիրները գաղտնիության պաշտպանության նպատակով օրենքում փոփոխություններ են կատարել, որոնց համաձայն այդ կանոնները չեն տարածվի այն ծառայությունների վրա, որոնք օգտագործում են հաղորդագրությունների կոդավորում։ Այդ տեխնոլոգիան ապահովում է, որ հաղորդագրությունների բովանդակությունը կարողանան կարդալ միայն ուղարկողն ու ստացողը, իսկ հարթակն ինքը մուտք չունենա այդ նամակագրությանը։ Կանոնակարգը կգործի մինչև 2028 թվականի ապրիլի 3-ը։ Նախաձեռնության ընդդիմախոսները այն անվանում են չաթերի վերահսկողություն եւ խոսում քաղաքացիների իրավունքների խախտման մասին։ Այս հարցի շուրջ քաղաքական գնահատականներ են հնչել նաեւ Թբիլիսիում։ Վրաստանի եւ Թուրքմենստանի հարաբերությունները, ինչպես նաեւ Թուրքմենստանի նախագահի նախատեսվող այցը քննարկվել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլի եւ նրա գործընկերոջ Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Քննարկման ժամանակ շեշտադրվել է Վրաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության զարգացման, ինչպես նաեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պահպանման կարեւորությունը։ Թինա Բոկուչավան եւ ազգային շարժման քաղաքական խորհրդի անդամները կշարունակեն իրականացնել իրենց լիազորությունները մինչև կուսակցության համագումարի անցկացումը։ Նրանց լիազորությունների ժամկետը լրացել է հուլիսի 8-ին։ Կուսակցությունում պարզաբանում են, որ համագումարը հավանաբար տեղի կունենա հուլիսի վերջին, որի ընթացքում կընտրվի ժամանակավոր ղեկավար մարմին։ Կստեղծվի նաեւ բարեփոխիչների խորհուրդ, որը պատասխանատու կլինի կուսակցությունում իրականացվելիք փոփոխությունների համար։ Նախաձեռնությունը պատկանում է Միխեիլ Սաակաշվիլիին, որը հայտարարել է, որ հենց ինքը կլինի խորհրդի նախագահը, իսկ Նանուկա Ժորժոլյանին դիտարկում է որպես բարեփոխիչների խորհրդի գործադիր քարտուղար։ Թինա Բոկուչավան հայտարարել է նաև, որ այլևս չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում։ Թբիլիսիում մեկ անձ է ձերբակալվել անչափահասի նկատմամբ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Հետաքննությամբ պարզվել է, որ կենցաղային վեճի ժամանակ ծագած հակամարտության հողի վրա մեղադրյալը սառը զենքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել անչափահասին եւ դեպքի վայրից դիմել փախուստի։ Վիրավորված անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց համապատասխան բժշկական օգնություն ստանալու նպատակով։ Հանցագործության գործիք հանդիսացած դանակը առգրավվել է որպես իրեղեն ապացույց։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 13 տարվա ազատազրկում։ Իրավապահները ձերբակալել են երկու անձի, որոնք մեղադրվում են նախնական համաձայնությամբ խմբով գողության փորձ կատարելու մեջ։ Երկուսն էլ նախկինում դատապարտված են եղել նույն հանցագործության համար եւ ներկայումս գտնվում էին պայմանական դատավճռի ներքո։ Մեղադրյալները Ռուսթավի քաղաքում փորձել են գողություն կատարել քաղաքացուն պատկանող երթուղային միկրոավտոբուսից։ Նրանք ձերբակալվել են հենց հանցագործության վայրում։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Ներքին գործերի նախարարն աշխատանքային հանդիպում է անցկացրել Քվեմոքարթլիի ոստիկանության վարչությունում։ Քննարկվել են գերակա ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանում տարբեր տեսակի հանցագործությունների կանխարգելման նպատակով իրականացված ոստիկանական միջոցառումները։ Նախարարը նշել է, որ իրավապահների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են նաև ապագայում։ Սուլխան Թամազաշվիլին իր տեղակալների հետ միասին այցելել է նաև նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներ տարածաշրջանում, ծանոթացել աշխատակիցների աշխատանքային պայմաններին, տեխնիկային եւ սարքավորումներին, ինչպես նաև տեղեկություններ ստացել առկա կարիքների վերաբերյալ։
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Դոնալդ Թրամփի և Բենյամին Նեթանյահուի միջև։ Իսրայելի վարչապետի գրասենյակի տեղեկացմամբ Դոնալդ Թրամփը նրան տեղեկություններ է փոխանցել Իրանի ուղղությամբ ընթացող ամերիկյան ռազմական գործողությունների մասին։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, որոնք Իսրայելը գնահատում է որպես թշնամական։ Նեթանյահուն նաև ընդգծել է երկրի սահմանների մոտ անվտանգության բուֆերային գոտիների պահպանման անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ի նախագահն ու Իսրայելի վարչապետը համաձայնել են շարունակել համակարգումը տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ավելի վաղ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ պատերազմը դեռ չի ավարտվել և Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանում կմնա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Ուկրաինայի նախագահի հայտարարությամբ Ռուսաստանը փորձում է ընդլայնել վառելիքի ներմուծման հնարավորությունները։ Նրա խոսքով Ուկրաինան արդեն խոչընդոտել է, որպեսզի Ռուսաստանը չեզոք երկրներից ստանա վառելիքի բավարար պաշարներ։ Նաև ավելացել է այն երկրների թիվը, որոնք բացահայտ աջակցում են Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Դոնալդ Թրամփի և ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել է Ուկրաինային Պատրիոտ համակարգերի արտադրության լիցենզիա տրամադրելու հարցը։ Նրա խոսքով հաջորդ փուլում Ուկրաինայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները սկսում են աշխատել լիցենզիայի ստացման հետ կապված տեխնիկական մանրամասների վրա։ Կրթության նախարարը աշխատանքային այցով գտնվում է Փարիզում։ Նա հանդիպումներ է անցկացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և կրթության հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ։ Զրուցել են գործընկերության կարևորության և համագործակցության խորացման հնարավորությունների մասին։ Նախարարը նրանց ներկայացրել է Վրաստանի կրթական համակարգում ընթացող և նախատեսվող բարեփոխումները։